իրավունքից եւ դա այն դեպքում, երբ հենց այստեղ այս դահլիճում ձեր կանգնած տեղում եւ մոտակա տարածքում իշխանական падգամավորները բռնություն են կիրառել ընդդիմադիր падգամավորների նկատմամբ։ Հանձնաժողովի նիստում մի տեխնացուի հարցի քննարկման ընթացքում իշխանական падգամավորները սպառնալիքներ են հնչեցրել ընդդիմադիրների հանդեպ։ Փաստորեն ինչ, ստացվում է, որ այդ իրավիճակները բավականին հիմք չէին որևէ մեղադրանք առաջարկելու որևէ իշխանական падգամավորի, բայց ինքնապաշտպանության իրավունքի իրացման աջակցության հանրային հայտարարությունը արդեն մեղադրանք էր, արդեն հիմք էր մեղադրանք հայտարարելու։ Ձեր հարցը կձևակերպեք։ Կներեք Տիկին Վարդապետյան, ինչքան հասկացա, դուք միշտ ընկալման խնդիր ունեք, որտեղ ամեն անգամ բոլորի հետ որն է ձեր Տիկին Գյուրեղյան, անջատեք Վարսախոսը, Տիկին Գյուրեղյան, եկեք գնահատական չտանք ով ինչ ընկալման խնդիր ունի, դա ճիշտ չի եւ տգեղ է առնվազն եւ ձեզ չի սազում։ Կարող եք ուղակի ձևակերպել ձեր լռություն դահլիճում, ես խոսում եմ։ Կարող եք ուղակի ձևակերպել հարցը։ Խնդրեմ, միացրեք Տիկին Գյուրեղյանի Վարսախոսը, ընդամենը հարցը Տիկին Գյուրեղյան։ Հարցս։ Կրկնում եմ մեկ անգամ։ Արդյոք ընդդիմադիրների, իշխանական падգամավորների բռնությունները հենց այս դահլիճում ընդդիմադիր падգամավորների նկատմամբ որևէ հիմք չէր մեղադրանք հայտարարելու, մեղադրանք եւ արդյոք իշխանական падգամավորների հայտարարությունները, սպառնալիքները հանձնաժողովում ընդդիմադիրների նկատմամբ որևէ հիմք չէր մեղադրանք հայտարարելու, քրեական գործ հարուցելու, իսկ ինքնապաշտպանության իրավունքի իրացման աջակցության հանրային հայտարարությունը հիմք էր։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Տիկին Գյուրեղյան, ինքնապաշտպանության կոչը հանցակազմ չէ։ Հանցակազմ է բռնության կոչը եւ բռնությունն արդարացնելը։ Հստակ ամրագրված է քրեական օրենսգրքում եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետություն։ Անձը ենթակա պատասխանատվության, եթե իր խոսույթում արդարացնում է բռնությունը կամ բռնություն կատարելու կոչ է անում, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով։ Պարոն Մամիջանյանի հարցին պատասխանելիս ես նշեցի եւ շեշտեցի, որ ինքնապաշտպանության կոչը հանցագործություն չէ։ Հանցագործություն է բռնության կոչը եւ բռնության արդարացումը։ Դա մեկ։ Երկրորդը, ես նշեցի, որ երկու հաղորդում ունենք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունից, որոնք վերաբերում են այլ падգամավորների վարքագծին եւ նշեցի, որ դրանք քննչական մարմնում են գտնվում։ Եվ ընդգծեցի, որ եթե այլ հաղորդումներ կան, ներկայացրեք ըստ պատկանելության։ Երրորդ, նախկինում բոլոր միջադեպերը, որոնք գրանցվել են ազգային ժողովում, դարձել են քննության առարկա եւ դրանց վերաբերյալ կան վերջնական դատավարական ակտեր, որոնք կայացվել են 2021 թվականին, մտել են օրինական ուժի մեջ եւ վերացման ենթակա չեն դատախազական հսկողության եւ վերահսկողության շրջանակներում։ Տիկին Գյուրեղյան, համեցեք արձագանք։ Փաստորեն դուք մնդում եք, որ բռնության կոչերը ենթակա են պատժելու։ Արդյոք ձեզ ծանոթ չեն այս իշխանությունների, վարչապետի, նրա թիմակիցների բռնությամբ կոչերի որոշակի փաստեր, որոնք արժանի էին պատժամիջոցների պատժելու։ Արդյոք դուք ընդհանրապես հանրության մեջ կատարվող իրողություններին չեք հետևում, թե միայն արձագանքում եք այն հայտարարություններին, որոնք ձեր դեմ դրվում են։ Դատախազությունը հայտարարություններին չի արձագանքում, դատախազությունը հստակ քրեադատավարական ընթացակարգերով հաղորդումների քննության ընթացքում իրականացնում է դատավարական ղեկավարում, որը դրսևորվում է դատախազական հսկողության եւ վերահսկողության ձևով։ Հետևի գործի քննությանը, որ վերջում երբ գնա դատարան որպես մեղադրող, ոչ թե ուղղակի այդ տրցակներից այդ փորձաքննություններից, զննումներից եւ այլից, ոչ թե թղթերից ծանոթանա միայն նախաքննության մանրամասներին, այլ իր դեպքի վայրում լինի, օրինակ, դեպքի վայրում լինի, թե այսինքն կան բաներ, որ ամեն ինչի որ թղթով
թղթով կերևա ու կարձանագրվի, հա, դետալներ կան, որ դատարանում արդյունավետ մեղադրանք պաշտպանելու համար պիտի քո աչքով տեսած լինես։ Այս արդյունավետությունը ո՞նց կարելի է ապահովել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շատ ինձ համար մասնագիտական առումով հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Երբ դատախազության համակարգից քննչական մարմինը դուրս էր գալիս, ես այդ ժամանակ ավարտում էի բակալավրիատը, դա 2006 թվականն էր, եւ ինձ շատ հետաքրքիր էր ինչու է դա կատարվում եւ ինչ պրակտիկա կա, ինչն է պատճառը եւ մի փոքրիկ հետազոտություն էի արել այդ ժամանակ։ Ընդհանրապես արդյոք մեզ պետք է հանել այդ մարմինը դատախազության համակարգից եւ չի խզվի արդյոք կապը։ Իմ անձնական կարծիքը հիմա կասեմ եւ որը 2006 թվականից ի վեր չի փոխվել, ես կարծում եմ եւ այն ժամանակ էլ կարծում էի, որ այդ մարմինները պետք չի առանձնացնել միմյանցից։ Այսօր այն խնդիրը, որի մասին ես խոսում եմ, շփման, գալիս է մեկ ինստիտուտի մեջ չլինելու հետևանքից։ Ես հասկանում եմ բոլոր ռիսկերը, ես գիտեմ, տեղյակ եմ բոլոր այն հիմնավորումներից եւ այն ժամանակ 2006 թվականին նաեւ ես քննադատվում էի իմ ուսանող ընկերների կողմից, որ ես առաջադեմ գաղափարին չեմ աջակցում, բայց ես նայել էի այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, 2006 թվականին Ղազախստանում էր մեկ էլ նման փորձառություն իրականացվել եւ վիճակագրությունը տեսա, որ դրանից հետո հանցավորության թվի մեծ աճ կար 2006-ին, ու ինձ համար դա ցուցիչ էր, նույն այն ժամանակվա իմ գիտելիքների շրջանակները այդքան վերլուծություն անել էին թույլ տալիս։ Այսօր էլ ես կարծում եմ, որ երկու ճանապարհ կա, կամ ինստիտուցիոնալ առումով զսպումների հակակշռների մեխանիզմում գտնենք այն ճիշտ համագործակցության մեխանիզմը անձերով չպայմանավորված, այսինքն ինստիտուցիոնալ մեխանիզմը, որ անկախ անձերից ինստիտուտներն իրար հետ աշխատեն, կամ գուցե կանցնի ժամանակ ու իսկապես կքննարկենք մի միավոր որևէ քննչական մարմին, հիմա իհարկե ես պատկերացնում եմ իրավաբանական հանրությունում սա ինչ քննարկում կառաջացնի, բայց իհարկե քննարկված այդ մոդելին վերադառնալու հնարավորությունը։ Ես ավելի շատ հակված եմ եղած ինստիտուտների պայմաններում ֆունկցիաների եւ ոչ անձանց ու ինստիտուտների վրա հենված մեխանիզմներ ստեղծել, որ իրենք տարբերակ չունենան իրար հետ չքննարկելու։ Դա կլինի քրեադատավարական մեխանիզմների մեջ, քննչական գործողությունների կատարման մեջ, մի բան, որը կախված չի ինձանից ու ձեզանից։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, իսկապես դժվար կլինի հիմա տեխնիկապես եւ իրավական տեխնիկայի տեսանկյունից ու նաեւ կառուցվածքային առումով նույնիսկ վերադարձնել այն ինչ կար մինչեւ 2006 թվականը, բայց կարծում եմ կարելի է ձեր ասացի պես իրավական որոշակի իրավական պարտադիր ուժ ունեցող նորմերով այնպես անել, որ անկախ անկան հարաբերություններից, որոնք մենք գիտենք, որ հաճախ այնքան էլ հարթ չեն լինում, քննիչը եւ դատախազը ստիպված լինեն աշխատել համագործակցային միջավայրում, որպեսզի դրանից գործի բազմակողմանի ու լրիվ քննությունը չտուժի ու այս առումով հույս ունեմ, որ մենք